Ցավոք սրտի կեղծ լուրերը, ատելության խոսքը, հարգանքի բացակայությունը միմյանց նկատմամբ ժամանակակից աշխարհի կարծես բաղկացուցիչ մասն է ցավոք սրտի դարձել, որովհետև դա ոչ միայն հայաստանյան ֆենոմեն է եւ ամենատարբեր երկրներում դա նկատելի է, ցավոք սրտի Հայաստանում այդ ամենը խորը արմատներ ունի եւ մենք ըստ էության անգամ տեսնում ենք, որ պաշտոնյաները անգամ բարձր պաշտոնատար անձանց մակարդակով հնչեցվում է հրապարակայնորեն հնչեցվում է ատելության խոսք, բռնություն է քարոզվում եւ ցավոք սրտի այդ ամենը բերում է նաեւ հասարակության պառակտման տարբեր առումներով հասարակության պառակտման եւ անհանդուրժողականության եւ միմյանց հանդեպ հարգանքի բացակայության չնայած մենք ունենք նաեւ քրեական օրենսգրքում որոշակի հոդվածներ, որոնք այսպես կոչված են պայքարելու ատելության խոսքի, բռնության քարոզի դեմ, նաև կան միջազգային փաստաթղթեր տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված եւ այլն, բայց ցավոք սրտի պրակտիկորեն որ տեսնում ես գործնականում չկան այդ ռեալ մեխանիզմները, որպեսզի մենք կարողանանք որևէ հաջողություն կամ առաջընթաց արձանագրենք այս առումով եւ ցանկացած սոցիալական ցանց ուղակի որ այսպես աչքի տակով անցկացնենք մենք բազմաթիվ օրինակներ կտեսնենք թե ատելության խոսքի, թե կեղծ լուրերի, թե բռնության քարոզման, անգամ անկեղծ հայհոյանքներ, այսինքն այն ինչ որ ժամանակին համարվել է մեր հասարակությունում ամոթալի երևույթ, հիմա դա արդեն դարձել է նորմ եւ անգամ կանայք, երեխաները բացահայտ կերպով կարող են սոցիալական ցանցերում հայհոյանքներ բառզբուն իմաստով հայհոյանքներ գրել եւ դրա համար չենթարկվել որևէ տեսակի պատասխանատվության եւ այստեղ սա ցույց է տալիս որ մենք այս առումով ունենք ուրեմն լուրջ անհրաժեշտություն կատարել ոչ միայն օրենսդրական բնույթի աշխատանքներ այլ հենց պրակտիկորեն ստեղծել այն մեխանիզմները որոնք հնարավորինս կկանխարգելեն այդ ատելության խոսքի բռնության քարոզների տարածումը եւ այստեղ ես մեծապես կարեւորում եմ զանգվածային լրատվության միջոցների եւ նաեւ կրթական համակարգի դերը, որովհետեւ այնուամենայնիվ կարծում եմ, որ տարատեսակ կրթական ծրագրեր պետք է իրականացվեն մանկապարտեզից սկսած շարունակած դպրոցներում եւ այլ ինչ որ կրթական եղանակներով, որպեսզի ուղղակի մարդկանց մեջ սերմանվի փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ, կարծիքը ոչ թե վիրավորական կամ էմոցիոնալ եղանակով արտահայտելը ուղղակի ավելի քաղաքակիրթ եղանակով, որովհետև կան այսպես բազմազան մեթոդներ, որ դու կարող ես առանց որևէ ատելության խոսքի արտահայտման առանց անձի արժանապատվությունը վիրավորելու քո կարծիքը արտահայտես հիմնավորված, փաստարկված, այսպես կիրթ, բարեկիրթ եղանակով, առանց որևէ ագրեսիայի, առանց որևէ ուրեմն խնդիրների եւ նույնը դա վերաբերում է ինչպես ընտանեկան հարաբերություններին, աշխատանքային հարաբերություններին, պաշտոնյա քաղաքացի հարաբերություններին եւ առհասարակ սոցիալական ցանցերում նաեւ շփման կուլտուրայի տեսակետից։ Ցավոք սրտի հակազդելու հետ կապված որևէ քայլեր, ռեալ քայլեր չեմ նկատում, ավելին ես նկատում եմ, որ այն մարդիկ, որոնք ի պաշտոն է կարծես թե պետք է օրինակ ծառային հասարակությանը բարեկիրթ հոսքի, փոխադարձ հարգանքի, այսպես խաղաղ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված մթնոլորտում խնդիրների կարգավորման կամ իրենց կարծիքը հայտնեն բարեկրթության սահմաններում ընդհակառակ այդ մարդիկ ծառայում են բացասական օրինակ եւ դա սկսած ամենաբարձրագույն պաշտոնատար անձանց եւ այս անձանցից սկսած տարբեր մակարդակի պաշտոնյաների մոտ մենք այդ վարքագիծը տեսնում ենք եւ հատկապես դա անընդունել է հենց այս կատեգորիայի մարդկանց համար, որովհետև իրենք ունեն բազմահազարանոց լսարան, իրենց դիտում են մարդիկ սոցցանցերում հեռուստատեսությամբ եւ եթե իրենք տեսնում են, որ ասենք այն բարձրաստիճան պաշտոնյան օրինակ, որոնց իրենք հավատում են, չգիտեմ, քվեն տվել կամ կողմնակից են այդ անձի իր քաղաքական հակառակորդների կամ որևէ անձի նկատմամբ մի խումբ այլ անձանց նկատմամբ դրսևորում է անհարգալից պահվածք, ագրեսիա
սա ինչ-որ բռնության կոչ է հնչեցնում եւ այլն, բնականաբար նա համարում է, որ դա նորմալ է։ Սա համալիր խնդիր է եւ մեզանից ցանկացած անձ, որը ունի ինչ-որ հետևորդներ կամ ունի, չգիտեմ, ուսանողներ, ընտանիք կամ ինչ-որ մարդիկ պարզապես ում հետ ինքը առօրյա իր գործունեության մեջ շփվում է, մենք բնականաբար այդ հարաբերությունները պետք է կառուցենք փոխադարձ հարգանքի վրա։ Իհարկե մենք որևէ անձին կարող ենք չհարգենք, որևէ անձին մենք կարող ենք ինչ-որ բանի համար քննադատենք, չհամաձայնվենք իր հետ, բայց այդ ամենը արտահայտելու եղանակ կա եւ այսպես վիրավորելը կամ ինչ-որ բռնություն գործադրելը տվյալ անձի նկատմամբ, չգիտեմ, ասենք, հա, ինչ-որ անհարգալից կամ անգամ հայհոյանքներ տվյալ անձի նկատմամբ հնչեցրելը դա վատագույն տարբերակն է ուղղակի մարդկանց միջև հաղորդակցության։